Совершений преступлений против мира. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին եւ հաստատում, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում ներկա են լինում դատական նիստերին, հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեն հայդատի հանձնախմբին ուղղված նամակում։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Ամերիկայի հայդատի հանձնախմբի փոխանցմամբ նաեւ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին եւ Բաքվին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, միաժամանակ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Դատելով հրապարակված նամակի մեջբերումներից 23 հայ գերիների ազատ արձակման ուղիղ պահանջ չկա, բացի այն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում ներկա են լինում նիստերին։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարևոր է համարում ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի նամակում արտացոլված դիրքորոշումները, թե արցախահայերի վերադարձի իրավունքի եւ թե մշակութային ժառանգության պահպանության մասին։ Ինչ վերաբերում է 23 հայ գերիներին, ապա իրավապաշտպանն արձանագրում է, որ նրանց ազատ արձակելու մասով ուղիղ պահանջ չկա, բայց Սահակյանը չի բացառում, որ ամերիկյան կողմը պարզապես այս պահին մոնիտորինգի ենթարկելով հայ գերիների դատավարությունները չի ցանկանում վաղաժամ դիրքորոշում հայտնել։ Մենք կարող ենք եզրակացնել, որ ամերիկյան կառավարությունը մոնիտորինգի ենթարկելով ցանկանում է ամբողջական պատկեր ստանալ դատավարություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ, որից հետո հստակեցնել իր դիրքորոշումը ազատ արձակման խնդրում իրենց սեփական դերակատարման վերաբերյալ։ Այն, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հնարավորության դեպքում ներկա են լինում հայ գերիների դատավարություններին, հայաստանյան հանրության համար նորություն էր, քանի որ դրանք փակ են միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների համար։ Հայերի դատավարությունները լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները եւս հայերի դատավարությունների ամերիկյան մասնակցության մասին որևէ հիշատակում չեն արել։ Արդյոք ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների ներկայությունը այդ դատավարություններին ինչ որ չափով կբարձրացնի հայ գերիների պաշտպանվածությունը։ Սիրանուշ Սահակյանն ասում է, դատելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի նամակից կարելի է ենթադրել, որ դեսպանատան ներկայացուցիչները հայերի դատերին մասնակցում են միայն այն ժամանակ, երբ նրանց Ադրբեջանի իշխանություններն են թույլ տալիս, այսինքն ամբողջական մոնիտորինգի հնարավորություն չկա։ Հետևաբար այդ դատավարությունների մասին, որոնք իրավապաշտպանի համոզմամբ ընթանում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, ամերիկյան կողմը փորձում է նաև այլընտրանքային տեղեկություններ հավաքագրել, այդ թվում գերիների հարազատներից եւ փաստաբաններից։ Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը բոլոր դեպքերում պետք է ազատ արձակման խնդրում ունենա դերակատարում, սակայն ի հավելումը դրա հրապարակային նաև գնահատական ձևավորի, թե տեղի ունեցող դատավարությունները որքանով են համահունչ եղել մարդու իրավունքների ստանդարտներին, արդար դատաքննության իրավունքին եւ ինչպիսի խախտումներ են արձանագրվել իրենց դիտարկումների արդյունքում։ Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայերն ավելի քան 3 ամիս կատարյալ մեկուսացման մեջ են։ Որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ նրանց անցած ամիսներին չի այցելել, նրանց պահման ու առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ հնարավոր չէ։ Կարմիր խաչի գրասենյակը, որ սեպտեմբերից վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում, վերջին անգամ գերիներին տեսակցել էր անցած հունիսին։ Уголовных дел в отношении граждан Республики Армения, обвиняемых в совершении преступлений против мира и человечности в результате военной агрессии Армении против Азербайджана. Իդեպ, հայ գերիների կատարյալ մեկուսացման պայմաններում նախորդին հայտնի դարձավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի զինվորական դատարանից պահանջել է իրեն փոխանցել Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ցուցակը։ Затем обвиняемый Давид Ишханян обратился в суд с ходатайством о предоставлении ему списка международных организаций и медиа, зарегистрированных в Азербайджане. Ադրբեջանական պետական ազերթաջ գործակալության փոխանցմամբ ի պատասխան նիստը նախագահող դատավորն ասել է, թե Իշխանյանի միջնորդությունը դուրս է դատարանի իրավասությունից եւ որ այդ ցուցակը Իշխանյանին կարող է փոխանցել նրա փաստաբանը։ Դատավորը նաեւ պնդել է, թե Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա։ Իսկ թե ինչու այդ դեպքում որևէ միջազգային կառույց կամ անկախ լրատվամիջոց այդ նիստերին ներկա լինելու հնարավորություն չունի, դատավորը չի պարզաբանել։ Он отметил, что в Азербайджане нет никаких проблем с деятельностью международных организаций. Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Իշխանյանը իր այդ միջնորդությամբ թերևս փորձել է ցույց տալ, թե որքանով է միջազգային կառույցների գործունեությունը հանդուրժվում Ադրբեջանում։ Չի բացառվում նաև, որ Արցախի խորհրդարանի խոսնակը միջազգային կառույցներին նամակներ գրելու եւ
խախտումները ներկայացնելու մտադրություն է ունեցել։ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվեց 2023-ի հոկտեմբերի սկզբին։ Նա ազգային ժողովի նախագահ էր ընտրվել գերեվարումից ընդամենը 2 ամիս առաջ։